Պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը քաղաքացիների հետ բակային հանդիպումները համարում է քարոզարշավի ամենամատչելի ձևաչափը։ Մենք բոլոր ձևերը, որոնք օգտագործել ենք քարոզարշավի ընթացքում, դա օգտագործելու ենք։ Մարդկանց մի մասին հնարավոր է հանդիպել փողոցներում, որովհետև նրանք տներում չեն լինելու այս ժամերին, եթե մենք թակենք նրանց դռները։ Մարդկանց մի մասին տեսնելու ենք երեկոյան, երբ նրանք իրենց տներում են, երբ դռնեդուր, ուրեմն քարոզարշավն ենք իրականացնելու։ Մարդկանց տեսնելու ենք հանրահավաքների միջոցով։ Դրանք մարդկանց հետ խոսելու ենք հեռուստացույցի էկրաններ։ Պարոն Սաֆարյանը մեկ շաբաթի հանդիպումներից տպավորություն է ստացել, որ Ազատ դեմոկրատները 10% ճանաչելիություն ունի քաղաքացիների շրջանում։ Մենք արդեն որերորդ վարչական շրջանի տարածքներ քարոզարշավի ենք մասնակցում եւ անկեղծ ասեմ, այդ բոլոր տարածքներում տեսել ենք իսկապես մեզ սպասող մարդկանց։ Ինչքան կկազմեն նրանք իրականության մեջ ամբողջ հանրապետության մակարդակով, այս պահին դժվարանում եմ ասել, բայց Երևան քաղաքում համենայն դեպս իրավիճակը հուսադրող է։ Քանաքեր-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների մի մասն արդեն կողմնորոշվել է ում է իր քվեն տալու։ Քեզի անպայման կընտրեի, եթե ձայնը շտայի ուրիշին, ճիշտ ասած։ Տվել եմ ես Բարգավաճին, միայն Բարգավաճին, որտեղ ինձ մոտիկ մարդ է։ Ազատ դեմոկրատները հեռանկար չունեն։ Շատ փող է տալի, նրան եմ ընտրում։ Բայ, որ երևից կաշառված են բոլորը, ես հասարակ մարդ չկաշառվեմ։ Դա իրանց բանը շայի խաթեր է բալաջան։ Ստեփան Սաֆարյանը հույս ունի, որ թիվ 1 ընտրատարածքում Ազատ դեմոկրատները մեկից ավելի հաղթողներ կունենա։